Շնորհակալություն, Լիլիթ Մինասյան, համեցեք։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Պարոն Պապիկյան, երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետը իր սոցիալական կայքերում տեղադրեց մի տեսանյութ, որով տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև Ազգային ժողովի խորհրդարանական գործընկերները համատեղ քննարկումների արդյունքում մի նախագիծ են դրել շրջանառության մեջ, ըստ որի պարտադիր զինվորական ծառայությունը 24 ամսից կրճատվում է 18 ամիս։ Իհարկե, հասարակության մոտ լայն արձագանք ստացավ այս նախագիծը, մեծամասնությամբ հասարակությունը կողմ դիրքորոշում էր հայտնում, բայց չնայած դրան մեր ընդդիմությունը ինչպես ամեն ինչում փորձեց գտնել թիրախավորման կամ քննադատության տեղ եւ ընդդիմության տեսանկյունն այն է, որ այս նախագիծը բերված է հատուկ մեր 26 թվականի ընտրություններից ընդառաջ եւ ընդհանրապես քարոզչական տեխնիկա է։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հատվածով։ Հարցին կպատասխանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, համեցեք, հարգարժան պարոն Պապիկյան։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ձեր թույլտվությամբ ես հարցին մի փոքր ընդգրկուն անդրադառնամ, քանի որ վերջին երկու օրերի ընթացքում հանրային տարբեր հարթակներում կամ հանրային տարբեր գործիչների կողմից տարբեր տիպի քննադատություններ են հնչել։ Ըստ էության, որովհետեւ ձեր հարցին սկզբից պատասխանեմ, նշեմ, որ այս միտքը նոր միտք չէ։ Նախ խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու եւ նախընտրական ինչ-որ գործողություններ կատարելու մեջ, կարդան կառավարության ծրագիրը։ Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայություն։ Դա սևով սպիտակի վրա գրված է։ Կարելի է հիմա կարդալ։ Երկրորդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգ։ Այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ իհարկե ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ հաջողվում է արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակը ավելացնել։ Ազգային ժողովը շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր Պաշտպան հայրենիաց ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է։ Շնորհակալ եմ, ձեր արձագանքի ընթացքում կխնդրեմ անդրադառնալ եւս մեկ քննադատության, որը այսպիսին է, թե 1.5 տարվա ընթացքում խտացնելով զինծառայության ժամկետի ընթացքում կատարվող կամ ուսուցանվող գործողությունները, երիտասարդները չեն հասցնելու պատրաստվեն։ Դա մի քննադատություն եւ իհարկե կխնդրեմ նշեք Պաշտպանի հայրենիաց ծրագրի առավելությունները եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հայրենակիցներին, թե ինչ առավելություններ է տալիս պարտադիր պայմանագրային զինվորական ծառայությունը։ Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ շարքային ժամկետային զինծառայությունը երբ մեկնարկում է, մեր զինվորների պատրաստությունը տևում է 4.5-ից 6 ամիս։ Այնուհետև նրանք անցնում են իրենց հիմնական ծառայությունը, որը բնականաբար փորձի կուտակում է։ Ու ասել, որ մենք խտացնելով պակասեցնում ենք նրանց փորձը կամ սովորելու հնարավորությունը, նույնպես իրականության հետ որևէ աղերս չունի։ Պաշտպան հայրենիաց ծրագրի մասին։ Պաշտպան հայրենիաց ծրագրի առավելությունը այն է, որ զինծառայողները նախ իրենց նախկինում 1.5, այսուհետ արդեն 1 տարի հավելյալ, որ պիտի ծառայեն, կարող են այդ ծառայությունը անցկացնել որպես պայմանագրայիններ։ Ստանալ պայմանագրայինի համար նախատեսված աշխատավարձ, ատեստավորվել եւ այդ աշխատավարձը կրկնապատկել։ Այսօր մեր Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների զգալի մասը կարողանում է ատեստավորվել։ Եվ նորից եմ ասում, նրանց թիվը հասնում է
մի քանի հազարի։ Ուղիղ թիվը չեմ հնչեցնի, բայց վստահեցնում եմ, որ 1.5 տարի հետո, երբ մեր շատ գործընկերների կողմից հնչեցված ժամանակը կգա, երբ որ նոր օրենքը իր հետևանքները կունենա, մենք որևէ խնդիր չենք ունենալու։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան։ Ալխազ Ղազարյան, համեցեք։ Շնորհակալություն։ Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ,